Եթե առաջին հանրապետության քաղաքական միտքը լավ աշխատեր, այսօր կունենայինք բոլորովին այլ երկիր, մինչդեռ այսօր մենք բախվում ենք նույն վտանգներին, ԱԺ առաջի ելույթի ժամանակ հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը։ Անդրադառնալով առկա մարտահրավերներին, Կարապետյանը նշել է, որ ամենաառաջնայինը նա է, որ պետք է թույլ չտալ Ադրբեջանին մեր երկրում ունենալ ժողովրդագրական ներկայացվածություն։ Կարապետյանը հայտնել է, որ իրենք շուտով կներկայացնեն հակասաֆարովյան օրենք, որով կարգելվի Ադրբեջանի քաղաքացուն Հայաստանում գտնվել 10 օրից ավել եւ գույք գնել։ Կարապետյանը զգուշացրել է, որ Ադրբեջանում նոր ազգային գաղափարախոսություն է ստեղծվում, որը օր առաջ պետք է կանխել։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք հակասաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Դուք կարող եք լուծել այդ հարցը։ Մենք առաջարկ կանենք մոտակա ժամանակահատվածում եւ իրար հետ կարող ենք այդ հարցը մեր քաղաքական օրակարգից վերջապես հանել։ Իդեպ Թուրքիայի Հանրապետությունը այդպիսի օրենք ունի նաեւ մեր մասին։ Մեր երկրի քաղաքացիները իրավունք չունեն այնտեղ հող գնելու։ Անդրադառնալով սոցիալ-տնտեսական վիճակին, Կարապետյանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների արդյունքում տուժում է գյուղացին, ինչը ևս քաղաքական մտքի լուծմանը սպասող խնդիր է։ Նա վստահեցրել է, որ եթե 6 ամսվա ընթացքում հստակ լուծում չտրվի, ապա մեր գյուղացին ավելի մեծ խնդրի առաջ կկանգնի։ 8 տարվա ընթացքում մեր գյուղացիները 3 անգամ ավելի շատ վարկ ունեն, քան ունեին 8 տարի առաջ։ Բայց գյուղատնտեսությունը նույն մակարդակի վրա է, մինչև անցած տարի անկում էր ապրում։ Ինչ է սա նշանակում, որ գյուղատնտեսական շրջանառության, նույն շրջանառության պայմաններում մեր գյուղացին 3 անգամ ավելի շատ վարկ ունի, եւ եթե փակվում է վաճառքը դեպի մեր համար շատ կարևոր տնտեսական գործընկերների շուկա, այս գյուղացիները սննկանալու են։ Այս արտադրությունների տերերը սննկանալու են, իրենց սեփականությունը տները գնալու են բանկերին։ Սա մի մարդ չի, 1000 մարդ չի, տասնյակ, հազարավոր մարդիկ։ Մենք պետքա լուծենք այս հարցը։ Հայ քաղաքական միտքը 6 ամսվա ընթացքում ունի մարտահրավեր եւ պետք է լուծի այս հարցը։ Այստեղ այդ հարցի լուծումը կարող է տրվել։ Խոսելով Թուրքիայի սահմանի բացման մասին, Կարապետյանը հիշեցրել է, որ այն փակվել է հենց Թուրքիայի պահանջով։ Կարապետյանի պնդմամբ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց ցեղասպանության մոռացման։ Կարապետյանը նաև կարևորել է ապագա սերնդի հետ տարվող աշխատանքը։ Խմբակցության ղեկավարի խոսքով պետք է այնպես անել, որ նոր սերունդը գիտակցի, թե ինչ զողողությունների շնորհիվ ենք հասել այսօրվան։ Մեր խնդիրն է ապահովել, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց դա չարվի ցեղասպանության ճանաչման հաշվի։ Կարևոր բան է, քանի որ ցեղասպանության գաղափարը միավորում է մեզ եւ Սփյուռքին, քանի որ ցեղասպանության գաղափարը դա ապահովագրություն է մեզ ապագայում, որպեսզի այլևս չկրկնվի։ Վերջում Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Ուժեղ Հայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը։ Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու ձեզ։ Եվ նաև կուզենայի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։ Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի հանրապետություն է, բայց իմ հայրենիքի մի մասն է։ Շնորհակալություն։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիան իրականացրել Multigroup ընկերությունների աշխատակիցները, պահանջելով պարզաբանումներ ընկերությունների գործունեության դադարեցման եւ իրենց աշխատանքային վիճակի վերաբերյալ։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով բազմաթիվ աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի եւ չեն հասկանում, շարունակելու են աշխատել, թե ոչ։ Յուրաքանչյուր չաշխատած օրը դա լուրջ խնդիր է մեզանից յուրաքանչյուրի համար եւ իր հետագա անելիքները մենք չգիտենք դեռ ինչ պետք է լինի։ Դրա համար մենք այսօր այստեղ խաղաղ, ինչպես միշտ այս մեկ ամիսը դուք նկատեցիք,
ոչ մի մուլտիգրուպի աշխատակից անշնորհքություն իրեն թույլ չտվեց, բոլորս խաղաղ ճանապարհով խնդրում ենք, որ մեր մեսիջը, մեր խոսքը հասնի կառավարությանը։ Ավելի ուշ ընկերությունների ներկայացուցիչները մտել են կառավարության շենք իրենց բողոքը ներկայացնելու։ Նրանք հայտնել են, որ իրենց լսել են, սակայն հստակ պատասխաններ դեռ չեն ստացել։ Եկանք ընդհանուր հայտարարի, որ ինքը հիմա կքննարկի, չգիտեմ, ում հետ միգուցե մեր հարգարժան պարոն Փաշինյանի հետ, չգիտեմ, ու մեր հետ կապ կհաստատի, մենք ասել ենք, այստեղից չեն գնալու, մինչև չզանգեն մեզ, վաղվա վրա պայմանավորվենք ժամ, կոնկրետ հստակ ժամ, որտեղ արդեն կասի, որ հիմնարկությունը որ օրնա բացվելու, քանի որ պարզ ձեզ ասեմ, բոլոր դիմումները ներկայացված են, բոլոր իրավականները, ինչ հնարավոր է, ամեն ինչ արված է, ընդհանրապես պետք է որ օպերները գան գույքագրում անեն, որ մեր հիմնարկությունները բացվեն, օպերները գրեթե 3 շաբաթ չեն գալիս։ Աշխատակիցները պատրաստվում են շարունակել բողոքի ակցիան, քանի դեռ չեն ստացել հստակ պատասխաններ, թե երբ են բացվելու ընկերությունները եւ ինչ լուծումներ են նախատեսվում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Այս պաշտոնում նա կփոխարինի Արայիկ Հարությունյանին, որը իր քաղաքական գործունեությունը կշարունակի որպես ազգային ժողովի падգամավոր։ Նիկոլ Փաշինյանը այսօր ներկայացրել է Լիլիթ Մակունցին որպես վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար, իսկ Արայիկ Հարությունյանին հաջողություններ է մաղթել օրենսդիր մարմնում աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Մինչև նոր պաշտոնը ստանձնելը Լիլիթ Մակունցը 2025 թվականից զբաղեցրել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, 2021-ից ԱՄՆ-ում Հայաստանի լիազոր եւ արտակարգ դեսպան։ Քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում, աշխարհահռչակ տնտեսագետ հրապարակախոս Նասիմ Թալեբը չի այցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնել է հենց ինքը Թալեբը, հրաժարվելով Ադրբեջանում հանդես գալ դասախոսությամբ։ Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան դասախոսության, ես մերժեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը, չհասկանալով իմ էթիկան, կարծելով թե դա տարբերություն կստեղծի։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է, գրել է Թալեբը X-ի իր էջում։ 6 հրյաներ հարձակվել են Երուսաղեմի հայոց թաղամասի Սրբոց Հակոբյանց վանքի վրա ու փորձել պղծել այն։ Երուսաղեմում աշխատող լրագրող Գեգամ Բալյանը գրել է, որ հրյաների խումբը հավաքվել է վանքի մուտքի մոտ եւ թքել դրա ուղղությամբ։ Երբ տղամարդիկ նկատել են, որ մոտակա տնից մի հայ կին տեսանկարանում է միջադեպը, նրանք սկսել են քարեր նետել կնոջ պատուանի ուղղությամբ, միաժամանակ վիրավորանքներ հասցնելով։ Հայոց պատրիարքարանը միջադեպից հետո պաշտոնական բողոք է ներկայացրել։ Ոստիկանության տվյալներով ձերբակալվածներից 3-ի նկատմամբ սահմանվել է Երուսաղեմի 5 քաղաքմուտքի 15-օրյա արգելք։ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Վլադիմիրի մարզի Վալդբերիս պահեստային համալիրի վրա։ Հզոր պայթյունին հաջորդել է հրդեհը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Անձնակազմը տարհանվել է, արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը երկրի օդային տարածքում խոցել են 131 ուկրաինական ԱԹՍ։ Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող 3 նավերի։ Պաշտոնական Թեհրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստվում են խաղաղության բանակցություններ վարել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային շեշտել է, որ ներկայումս Միացյալ Նահանգների հետ որևէ երկխոսություն չկա։ Փոխարենը, ըստ խոսնակի, Իրանը բանակցություններ է վարում միայն Օմանի հետ, Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության երթուղու ապահովման շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակումը, որը իր խոսքով կլիներ ամենախոշորը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Թրամփի պնդմամբ ռազմական գործողությունը դադարեցնելու խնդրանքով իրեն դիմել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը եւ անձամբ Իրանը։ Նախագահը շեշտել է, որ նախընտրում է խնդիրը լուծել գործարքով, այլ ոչ թե մարդկային զոհերով, սակայն նշել է, որ ԱՄՆ պատրաստ է հարվածել ցանկացած պահի։ ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է նոր մաքսատուրքերով պատժել Կանադային, մեղադրելով հարևան երկրին անտառային հրդեհների դեմ անարդյունավետ պայքարի համար, որոնց ծուխը աղտոտում է Միացյալ Նահանգների հյուսիսային տարածքները։
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհներն արդեն ոչնչացրել են ավելի քան 600 շինություն եւ մոտ 60,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Հրդեհները մոլեգնում են Սպոքեյն շրջանում։ Հանգստյան օրերին այնտեղ աճել են մինչև 21 քառակուսի կիլոմետր։ Նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքի։ Այստեղ բռնկված կրակը դեռևս լիովին վերահսկողության տակ չէ։ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ են կանչվել հրդեհների դեմ պայքարելու համար։ Սեուտայում եւ Մադրիդում հազարավոր մարդիկ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացրել ընդդեմ միգրանտների հոսքի, պահանջելով խստացնել սահմանային վերահսկողությունը։ Ցուցարարները վանկարկելով սա ներխուժում է ոչ թե միգրացիա, մեղադրել են Մարոկկոյին միգրացիան որպես Իսպանիայի վրա ճնշման միջոց օգտագործելու համար։ Ստեղծված ճգնաժամը քննարկելու նպատակով առաջիկա օրերին նախատեսվել է Եվրամիության արտակարգ հանդիպում։ Չինաստանի անվադողերի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, երկինքը պատվել է ծխի հսկայական ամպով։ Իշխանությունը հայտնել է, որ զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա, հայտնի չէ հրդեհի պատճառը։ Սիդնեյում շենք է փլուզվել, ինչի հետևանքով 2 մարդ է վիրավորվել։ Փլուզվել է շինհրապարակում գտնվող շենքի մի հատվածը եւ փլատակները ընկել են հարևան բենզալցակայանում կայանված մեքենաների վրա։